կխնդրեմ, ասեք, թե վաղը ինչ ակցիա եք ուզում իրականացնել, ինչի համար եք ուզում ձեր մեդալները հանձնել կառավարությանը, ինչ մեդալներ ունեք ձեր մարտական ուղու մասին։ Մեդալները հետ հանձնելու գաղափար առաջացավ նրանից, որ արդեն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 4-րդ հանրապետության ստեղծման մասին, այսինքն դրանով ինքը ավարտեց մի ամբողջ պատմություն, որը կապված էր Արցախյան ազատագրական պայքարի հետ, ու ինքը հայտարարեց նաև, որ մոլորություն է եղել, սխալմունք է եղել այդ ամեն ինչը, որին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաև հազարավորները զոհվել են պատերազմին մասնակցելով, այդ թվում նաև ես ունեցել եմ շատ մարտական ընկերներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են այդ սուրբ գործին։ Նիկոլ Փաշինյանը դրանով արդեն տալիս է մի քանի հարցերի պատասխաններ, որ նա մոռացության է տալու այդ ամենը եւ գնալու է հարաբերությունների լավացման ու բարեկամության անգամ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, իսկ մենք չենք ուզում մոռանանք այն արժեքները, ինչը կապված է մեր երկրի ու պետականության հետ։ Մեդալները հանձնելու գլխավոր պատճառը մեր բողոքի ձայնը ավելի լսելի դարձնելու նպատակն է, այսինքն մենք գնում ենք այդ քայլին տալով ամենաթանկը, ինչը վաստակել ենք այդ պայքարի ընթացքում, քանի որ երկրի անկախությունն ու պետականությունը Հայաստանի Հանրապետության մեր համար ավելի կարևոր է, քան արժեզրկված մի քանի մեդալներ ու շքանշաններ, որոնք արդեն իսկ արժեզրկել են իրենց վարած քաղաքականությամբ։ Իմ կոչին միացել են մարտական ընկերներս, ինչպես նաև մի քանի այլ անձինք, միացել են նաև մարդիկ, ովքեր պարգևատրված չեն, բայց այդ օրը գալու են, որպեսզի սատարեն մեզ։ Մենք էլ մեր ակցիայի ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք կետարկե, թե ինչի հետ է կապված այդ ակցիան։